Կաթոլիկ աշխարհը ցնծում է։ Սիկստինյան կապելայից սպիտակ ծուխն ի վերջո դուրս եկավ։ Կարդինալների կոնկլավը ընտրեց Հռոմի 267-րդ պապին։ Նոր պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը։ Նա դառնում է Լևոն 14-րդը։ Առաջին պապական ելույթում ողջունում է հավատացյալներին իտալերեն ու իսպաներեն, շեշտելով խաղաղության, համերաշխության ու կարեկցանքի կարևորությունը։ La pace sia con tutti voi. Fratelli, sorelle carissimi. Պապը օրհնում է ամբողջ աշխարհը, Աստված սիրում է ձեզ, Աստված սիրում է բոլորիդ։ Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ նոր էջ է բացվում։ Լևոն 14-րդը դառնում է ոչ միայն առաջին պապը ԱՄՆ-ից, այլև առաջինը, որ պատկանում է Սուրբ Օգոստինոսի միաբանությանը։ Յոթանասունամյա պապը ծնվել է Չիկագոյում, հասարակ կաթոլիկ ընտանիքում։ Ավարտելով Վիլանովայի համալսարանը եւ Հռոմի պապական ուսումնական հաստատությունները, նա շուրջ 20 տարի կյանքը նվիրել է միսիոներական աշխատանքին, ծառայելով Պերուի ամենաաղքատ շրջաններում։ Նրա խորը հոգեվոր հավատքն ու մարդկային հպարտությունից հեռու կերպարն այն հիմնասյուներն էին, որոնք դարձան այս ընտրության շարժիչ ուժը։ Նա ներկայացնում է ամբողջ աշխարհը։ Ես շատ ուրախ եմ նոր պապի ընտրության կապակցությամբ։ Հուսով եմ, որ նա կշարունակի Ֆրանցիսկոսի ընտրածուղին ու ինչպես նախկին պապը, նա ևս կարեկից կլինի բոլորիս։ Լևոն 14-րդի ընտրությունը պատմական է նաև խորհրդանշական առումով։ Ընտրելով այս անունը նա հղում է արել Լևոն 13-րդին, սոցիալական ուսմունքի հիմնադիրներից մեկին, որը հանդես էր գալիս ի պաշտպանություն աշխատավորների ու աղքատների։ Սա ակնարկ է, որ նոր պապի օրոք նույնպես կամուրջներ կկառուցվեն եկեղեցու ներսում ու աշխարհում հանուն արդարության ու խաղաղության։ My name is John Prevost. Իլինոյսում բնակվող նրա եղբայրը Ջոն Պրևոստը լրագրողներին պատմել է, որ թեև ընտրվելը անսպասելի էր իրենց ընտանիքի համար, բայց մարդիկ դեռ տասնամյակներ առաջ էին կանխատեսում, որ Ռոբերտը մի օր հոգևոր առաջնորդ է դառնալու։ And watched. Երբ հեռուստատեսությամբ լսեցի նրա անունը, անսահման հպարտություն զգացի։ Նա միշտ էլ հոգատար էր, խոհեմ եւ խոնար։ Նոր պապը շեշտում է, որ իր օրոք եկեղեցին լինելու է բաց դռների տուն բոլորի համար։ Կաթոլիկները դժգոհ չեն, այս որոշումը միայն անձի ընտրություն չէր, այլ տեսլական է, ավելի արդար, համերաշխ եւ կարեկցող աշխարհի համար։ Հռոմի պապ Լևոն 14-րդը պոնտիֆիկոսի պաշտոնում առաջին անգամ պատարագ է մատուցում Սիկստինյան կապելայում։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն,